Մայրիկս ընկել է մերկասառույցի վրա, 2 կոտրվածք է ստացել, ձեռքի և ոտքի աճուկային հատվածի։ Կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված Անահիտ Նաղդալյանի մայրը վիրահատվել է, հիվանդանոցում է արդեն 4 օր։ Արաբկիր վարչական շրջանում գտնվող իրեն շենքի բակում է ընկել սառույցի վրա։ Փաստաբանիչը պատրաստվում էինք եւ դատական հայտ ներկայացնել եւ համատիրության մասով եւ քաղաքապետարանի, քանի որ ինչպես տեղեկացած հեշտգծից քաղաքապետարանի շենքի շրջակայքի համար պատասխանատու էր համատիրությունը 1.5 մետր շարախով, մնացած հատվածը փողոցային պետք է մաքրեր քաղաքապետարանը։ Հիվանդանոցում են տեղեկացել, որ կինը պետք է հաշմանդամության 3-րդ խմբում լիներ, բայց քանի որ այդ կարգավիճակն իրենց անհասկանալի պատճառներով չի ունեցել եւ ոչ մի ցուցանիշներով առողջապահական ապահովագրությունից այս տարի չէր կարող օգտվել, ստիպված ֆեյսբուքյան ընկերներից է աջակցություն խնդրել դուստրը, դրամահավաք նախաձեռնելով։ Միացել են նաև բարեկամներն ու հավաքվել է վիրահատության գումարի մի մասը՝ 1.208.000 դրամ։ Եվս 200.000 դրամ էլ դուստրն է վճարել։ Պրոթեզավորվել է կնոջ ոտքը, ձեռքը դեռ գիպսում է, եթե եւս 600.000 դրամ ունենային, ձեռքն էլ կպրոթեզավորեին։ 3 պետական 2 կառույցից զանգ է ստացել։ Ասացին, որ պարոն Ավինյանի կողմից կլինի փոխհատուցում վնասի 1 միլիոն դրամի չափով եւ առողջապահության նախարարությունից 345.000 դրամի չափով։ Իհարկե գնահատում եմ ընդառաջ քայլը, ամեն դեպքում փորձում են մարդիկ հետևանքները վերացնել ամփոփության։ Էլի ոնց որ բարկությունը դեռ չի անցել, խնդիրը միանշանակ լուծված կարող են համարել միայն այն դեպքում, երբ որ այնպես հարցը կլուծվի Հայաստանի մասշտաբով, որ ոչ մի տարեց կամ ոչ մի մարդ ստիպված չի լինի իր տամբակից կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Մալաթիա Սեբաստիա համայնքում բնակվող Սոնա Բաղդասարյանի անչափահաս դուստրն էլ է բակային հատվածում ընկել սառույցի վրա ու տեղափոխվել հիվանդանոց։ Դեռ 15 օր դասի գնալ չի կարող, անշարժ բարկած է։ Երեխային դպրոց ուղարկելուց վստահեի, որ զգուշ կլինի, բայց ինչքան էլ երեխան զգուշ եղավ, դպրոց չհասած ընկավ սառույցների վրա։ Շտապօգնությունով տեղափոխեցինք հիվանդանոց, սարջարդ, գիպս դրեցին երեխայի։ Դպրոցը մաքրում է բակը, բայց մինչև դպրոց հասնելը պետք է սառույցներ հաղթահարել, ասում է Սոնան։ Երեխայի մայրն ասում է, համատերության աշխատանքների համար վճարում է, նաև պարտաճանաչ հարկատու է, բայց մանրամասներին ծանոթ չէ, թե որ հատվածնում պատասխանատվության տակ է։ Ամեն օր բակում ու մայթերին սառույց է տեսնում։ Հարցնում է, եթե համատիրությունը թերանում է, գուցե քաղաքապետարանը համակարգելու տարբերակ ունենա։ Եթե պետությունը իր վրա չի վերցնում համատիրության համակարգելու հետ կապված խնդիրները, ապա երբ բանը հասնում է պետության պատասխանատվությանը, երբ հետևանքներ են լինում, երեխան ամիսներ միգուցե մնար անշարժ վիճակում, ապա պետության պատասխանատվությունն է դառնում դա արդեն։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասում է, իրենք հետևում են եղանակային կանխատեսումներին։ Գիտեին, որ վերջին տարիների համեմատ աննախադեպ ձյուն է տեղալու։ Դեկտեմբերի 30-ից սկսած ընկերության 330 հավաքարարներն անդադար աշխատում են դրսում։ Պնդում է, աղ ու ավազ ցանող մոտ 45 տեխնիկա նույնպես փողոցներում է, բայց աննախադեպ ձյան ու սառնամանիքի պայմաններում բնության հետ ինչպես մրցենք, հարցնում է։ Երբ որ մեր քաղաքացիներն տները իրենց ամանորն էին նշում, մեր ամբողջ աշխատակազմը Երևանի փողոցներում իրականացել է մաքրման աշխատանքներ 24/7 գրաֆիկով։ Մենք դադար չենք ունեցել, աշխատել ենք հնարավորինս ուժերի գերլարումով։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այս հիմնարկի տնօրենն ասում է, մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդային փողոցները մաքրված են։ Խնդիրներ են առաջանում միայն մայթերին, որովհետեւ տնտեսվարողներն ըստ նրա չեն կատարում իրենց պարտականությունները կամ թերանում են։ Բակերն էլ համատիրության անելիքն է։ Ըստ Կատվալյանի, իրենց նաեւ վարչական շրջանների աշխատակիցներն են միացել, որ շտկեն տնտեսվարողների ու համատիրությունների թերացումը, այսինքն մաքրեն ձյունն ու սառույցը։ Փաստացի 1.100.000 բնակչություն ունեցող քաղաքի բեռը ընկավ այս 330 աշխատակցի վրա, պլյուս մեր վարորդների վրա որոշ դեպքերում մոտ 2 օր դրանք ավտոյի ղեկից չեն իջել եւ անդադար աշխատանք են կատարել։ Դեռ 2009 թվականին է Երևանի ավագանին որոշել, որ ձյան դադարից 4 ժամ հետո պետք է տնտեսվարողները մաքրեն իրենց առջևի տարածքը։ Այս անգամ թերացողները տուգանվել են 10-ից 20.000 դրամի չափով։ Վարչական իրավախախտման վերաբերյալ 280 արձանագրություն է կազմվել։ Մենք նախորդ համատիրություններին տեղեկացրել ենք, որ եկեք համապատասխան քանակությամբ, ինչքան ձեզ անհրաժեշտ է աղուավազ տարեք։ Մենք Երևանում ունենք 4 տարբեր պահեստներ։ Ովքեր եկել են, վերցրե տարել են, բայց այնտեղ հարց է առաջանում, թե համատիրության աշխատակիցները ինչքանով են իրականացրել այդ աշխատանքները։
Իսկ համատիրություններին ով պետք է տուգանի, հարցնում է Սոնա Բաղդասարյանը, Կատվալյանն արձագանքում է բնակիչները, որոնք կամ կարող են հրաժարվել համատիրության ծառայություններից, կամ դադարեն վճարել, կամ էլ իրենք մաքրեն։ Ոչ մի երկրում մենք չենք կարող գտնել, որ մունիցիպալիտետը գնա եւ շենքի աստիճանները մաքրի։ Փակ շրջապտույտում ենք հայտնվում, նեղսրտում է Սոնա Բաղդասարյանը, որը դեռ շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխային է խնամում։ Երեխայիս հիվանդությամբ պայմանավորված խնդիրը կարող էր շատ ավելի բարդանալ։ Հրաշք էր, որ դա տեղի չունեցավ, ասում է Սոնան ու ընդգծում, իսկ հրաշքներ միշտ չէ որ լինում են։ Ստացվում է, որ խնդիրը բարձրաձայնելու ճանապարհին փակ օղակի մեջ է քաղաքացին ընկնում, չի կարողանում հասցնի հարցը իրապես լուծող ղեկավար որևէ մեկին։ Ազատության Facebook-յան հարցմանն արձագանքած օգտատերերը դեռ շարունակում են իրենց բայկերի ու փողոցների չմաքրված ձյունը եւ սառույցը լուսանկարել ու հրապարակել։